կրթենք, որպեսզի իրար հետ հավեսի ծրագրի սովորենք, որը հետագայում ձեզ շատ պետք է գալու։ Ծրագրի անունը Canva է։ Ինչ որ եկեք լսել եք Canva հարթակի մասին, թե առաջին անգամ եք լսում։ Առաջին անգամ եք լսում։ Ինչ։ Առաջին անգամ։ Դե մենք ստեղ ենք, որ իրար հետ հավես լոգոտիպ ստեղծենք, պրեզենտացիա, մեկ են կոդակներ, մենք ամեն դասի ընթացքում ցած մի փոքր կմարավասենք ընդհանրապես այդ ինչի ներկայացնում, ու մի 4-5 դաս հետո մենք ձեզ այդ արդյունքներ ենք պահանջելու, ու հետո ձեր արդյունքները դնել ենք, որ բոլորը տեսնեն։ Այսինքն դուք սարքել եք լոգո, պրեզենտացիա ու այդ ամենը Canva հարթակի միջոցով։ Ներկայացնենք մենք եկել ենք քոլեջից, առաջին կուրսի գրաֆիկական հավաք չենք եկել նախագծում, բաժնից։ Անկեղծ ասեմ գրաֆիկական դիզայն, ցած ավելի շատ դիզայն, գրաֆիկ դիզայն։ Դա հետո կիմանանք։ Ու հիմա ուզում ենք նաև ձեր անձերը իմանանք, որպեսզի հասկանանք թե ինչ հետաքրքրություններ ունենք, որպեսզի սկսենք աշխատել։ Եկեք սկսենք ստեղից։ Քանունը ինչով է սիրում զբաղվել Սոֆի ջան։ Նկարելով։ Իսկ նկարչության գնում ես։ Չէ։ Okay, մենք իրեն շատ սիրում գույներ, ինչ-որ պալիտրաներով հավես բան ստանանք, դու։ Ինչով ես սիրում զբաղվել։ Դու ես նկարելով, դու քրիկներ եք։ Շատ հավես, երկուսով քրիկները գնում եք սիրում նկարում եք։ Դու։ Ինչով ես սիրում զբաղվել։ Դու ես սիրում նկարել։ Իսկ տակ որ գտնեք, ինքը չի բերել, բերելու է ձեր պրոյեկտները կամ բերելու է նիմայդին ինչ-որ։ Եթե ինչ-որ բան եք ուզում, օրինակ ինչ-որ թեմա են ձեզ տվել, օրինակ Christmas կամ Novi God, դուք ուղղակի ստեղ մտածեք, հայերեն չհասկանում, ռուսերեն կամ անգլերեն փնտրեք։ Ու ոնց որ ստեղ բերելու է այդ թեմաներով լիքը պրեզենտացիաներ, լոգոներ, պոստերներ, վիդեոներ, բայց եթե դուք մենակ ուզում եք որ բերի պրեզենտացիաներ կամ ուրիշ բաներ, խփելու եք ստեղ ու տալու եք օրինակի համար վիդեո, օրինակ, մապիտի վիդեո։ Ու վերջ, ինք բերելու արդեն մենակ վիդեո։ Ֆիգուրկաներ, զբացվի ֆիգուրկաները։ Ես օրինակ հիմա զատիկի օրինակ հիմա բերես, որ հասարակին է, զատիկի համար մեզի չապ է։ Զատիկ։ Չէ, եթե մենք ուզում ենք զատիկը ստեղծենք ոչ թե նկարը դնենք ուղղակի, մենք կարանք մտնենք տարբեր տեղերից նկարենք, բայց մենք նրանք կարող նայել զատիկը ֆիգուրկաները փուճուր հավաքիչ։ Այդ ավելի հետաքրքիր լինի ու ավելի հեշտ է։ Ես այս անձնական Ես մենակ դու փորձի։ Այստեղից դու ցանկացած բան վերցրու, վերցի մեջ, դες կստացվի։ Հա, այս մեկը վերցնեք, դասում եք վրա, հետո մտմեք ձեր նկարների հետ, նկարը վերցնեք, վերում եք։ Այս թվերը ձեզերի պետք կա, եթե օրինակ համար ինչ-որ բաս արկելու լինի։ Նկարը դիտի։ Հավատի, օրինակ համար հեռախոսահամար, մանր մի գույնի նկարներ կարելի պետք, որովհետև ինչը տեսականի չունի համար։ Շրջանի մեջ Ես մեկը որ մեկի մեջ, ռամի մեջ ունի։ Դա է մտնում ես ես ռամի ճաշում։ Մենք զատիկ ջոկատն ենք, այսօր քոլեջի ուսանողները եկել էին մեր Canva ծրագրին ծանոթացնել։ Ես պատրաստել եմ զատիկ ջոկատի նկար, մեկ էլ իմ կրիայինը։ Ինչ գործիք։ Ծրագրում ես գիտեմ, որ պետք է լոգո պատրաստել և Canva-ն շատ հետաքրքիր ծրագիր է։ Սիանա, դու ինչ ես պատրաստել։ Ես պատրաստել եմ, որ լիքը գրքեր են դրանց ու թիթեռնիկը նստել է նրանց վրա։ Ես նկարել եմ իմ դասարանի նկարները և իմ հորինած նկարները։ Ինչ լոգո ես պատրաստել։ Հա, Զատիկ ջոկատ։ այո։ Ես սարքել եմ կադրները։ Ես սարքել եմ 67 նկար։ Ես պատրաստել եմ երկու հատ մեքենաներ։ Ես պատրաստել եմ կատուների հավաքածու։ Ես պատրաստել եմ պուճուր հավես կատուներին և հիմա անուն եմ գրում։ Որ ծրագրով եք պատրաստել։ Քավե։ Հեշտ էր։
Գործիքներով հեշտ էր աշխատել։ Ստացվեց, Ռոբի։ Ինչ արեցի։ Արդյունքում նոր տարվա նկարները դնում Դու ինչ ես արել նա։ Արյանը Սիանա դու ինչ ես տեղում։ ես տեղադրում եմ զատիկ, որը թելով կապած է իրաց Նանա դու ինչ ես տեղադրում։ Հեսա Ման ես դուք եմ սարքել նույնականները այս է զատիկն է Ես այսօր պատրաստել եմ սենց լալգաճիկներ, որ զատիկ ճոհտակին չուշտեմ մարիկներին